Երևանից Ստամբուլ թվում է սովորական ավիաչվեր, թե այն սակայն շարունակում է Հայաստանի համար լինել ոչ միայն տրանսպորտային կարևոր հարց։ Այս ուղիղ չվերները հիմնականում իրականացնում էին օտարերկրյա ավիափոխադրողները, որոնց շարքին այժմ ավելացավ եւս մեկը՝ թուրքականը։ Ոլորտի մասնագետները մտավախություն ունեն, որ այս չվերթը իրականացնող Turkish Airlines ավիաընկերությունը գնային տեսանկյունից կարող է ճնշում գործադրել մնացած ավիափոխադրողների վրա։ Turkish Airlines-ը հայտնի է իր մատչելի սակագներով մոտավորապես մոտ 380,000 դրամով են Ստամբուլով Ամերիկա երկկողմանի ավիատոմսի արժեքը վաճառում։ Իրանք ուժեղ կոմերցիոն քաղաքականություն ունեն նաև, եթե գալիս է մի բան ցանկացած ավիաընկերություն եթե մնում է թույլ մրցակցի հետ, բնականաբար ինքը կարող է արդեն սակագնային քաղաքականությամբ ճնշել։ Turkish Airlines ավիաընկերությունը նաև դեպի Եվրոպա թռիչքների համար է սահմանում էժան սակագներ։ Պետք է հաշվի առնել նաև այն ռիսկերը, որ ժամանակի ընթացքում գների մեջ կարող են որոշակի փոփոխություններ նկատվել, քանի որ թուրքական կողմը ավիացիոն եւ առևտրային բիզնեսում հմուտ քայլեր է գործադրում։ Գների այդ մատչելիության պայմաններում ուղևորները կնախընտրեն ավելի մատչելի սակագներ առաջարկող կազմակերպություններից օգտվել, ասում են մասնագետները։ Նրանք պնդում են, որ հայկական ավիաընկերությունները կարող էին խնդիրների չհանդիպել, եթե ճիշտ քաղաքականություն տանեին, քանի որ մասնավոր ավիաընկերությունները միլիարդավոր ներդրումներ անելու հնարավորություններ չունեն։ Մենք ավիացիոն մասնագետների խմբով առաջարկել էինք տարբերակներ, մեր հետ համաձայնվեցին։ Հետո ասացին, որ ընդունում են մեր բոլոր առաջարկները, հետագայում լռեցին։ Եթե պետական մասնակցությամբ ավիաընկերությունը ցեզուն պետությունը նաև կարող է խրախուսել, աջակցել, կառանտ կանգնել։ Իշխանությունները պարբերաբար ասում են, որ տնտեսական համագործակցություններով հնարավոր է նվազեցնել պատերազմի ռիսկը եւ այդ իսկ պատճառով ցանկանում են տարբեր ոլորտներում համատեղ աշխատել հարևան պետությունների հետ։ Մասնագետները սակայն ասում են, որ նպատակ են հետապնդում Հայաստանը կախվածության մեջ գցել նրանց լոգիստիկ ընկերություններից եւ բացի այդ, այս ամենի հիմքում թաքնված աշխարհաքաղաքական շահն են նկատում։ Հատկապես մեր տարածաշրջանում բոլոր գործընթացների հիմքում դա կլինի տնտեսական, էներգետիկ, սրանց բոլորի հիմքում քաղաքականությունն է։ Բնականաբար կփորձեն համոզել, որ առավել կարևոր է տնտեսական շահը։ Հայկական կողմում ցանկանում են տպավորություն ստեղծել, թե պետությունը ստանում է ավելի մատչելի տրանսպորտային, լոգիստիկ կամ մթերային հնարավորություններ։ Մասնագետները կարծում են, որ այս ամենով պետությունը կհայտնվի ծուղակի մեջ եւ երկրի կարևորագույն համակարգերը կանցնեն այլ պետությունների ենթակայության տակ։ Եթե վաղը հայտնվի այնպիսի հայկական ընկերություն, որը ավելի մատչելի գին կփորձի առաջարկել, ապա քաղաքական նպատակահարմարությունը Թուրքիային կստիպի, որպեսզի թուրքական ավիաընկերությունը էլ ավելի մատչելի գին առաջարկի, որպեսզի գերիշխող դիրք ձեռք բերի հայկական ավիաշուկայում։ Հայաստան-Թուրքիա չվերթները ի դեպ ուղևորների համար կարող են ավելի մատչելի եւ հասանելի ճանապարհորդություն լինել։ Ոլորտի մասնագետները սակայն զգուշացնում են նաեւ հնարավոր ռիսկերի մասին։ Ավիացիոն շուկայում մրցակցությունը կարող է բերել գների նվազման, սակայն մյուս կողմից ստեղծել կախվածության վտանգ, հատկապես եթե հայկական ավիափոխադրողները չկարողանան մրցակցել ավելի մեծ հնարավորություններ ունեցող ընկերությունների հետ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։